Ողջույն սիրելիներս, սկսում ենք նոր վլոգ եւ մեր վլոգը սկսում եմ այսպիսի գեղեցիկ կադրերով։ Գնացինք։ Անգելս դիտել է այսօր իր Շեյնի փաթեթով։ Շեյնն էր, չէ՞, ասենք։ Բայց ոնց որ դժգոհ ես, հա, բանապակած։ Հա, կլես։ Չունես, բայց դուք լե։ Եղունգներ ա պատվիրել։ Շորեր, կոշիկ, թե ասա դու Շեյնի կոշիկ հագնող ես, աղջիկը պատվիրել ես, հայ անգել։ Եթե բացի տեսնենք։ Լավ, գնանք ու գնաս այսօր կառնես դարձ մի արա։ Նույնը սիրուն ա շատ։ Բարի տեսնենք։ Սենց ջինսից։ Շատ սիրուն նույնս փափուկ ա, հավես ա։ Շալվարը։ Սենց գրպաններով մի քանի ձևի։ Շորտիկը։ Կարճի չէ։ Սիմա ու եմ սպոնջին է։ Եմ մերված կլեչկա։ Ոտհասներ ես սենց առլես իրար հետ հագնելու։ Իմ համար անակնկալ կերպով շոր ա պատվիրել, բայց տեսեք երկու հատ։ Ուշադիր չի եղել, սապաս ասում է։ Ուշադիր չի եղել, որ երկու հատ ա սեղմված ու երկու հատ ա եկել։ Ինչ թեթև ա, ինչ հարմար ա։ Հարմար կտորելի, սենց բաց թևերով։ Հայ սենց։ Երկու հատ, երկուսն էլ նույն չափը, նույն։ Բա մի հատ է բան կարի։ Սել սենց սիրուն նույն սպորտային հագուստ ա։ Սենց տակերը ձգվող։ Սիրուն գույնի մեջ։ Ոյ սենց։ Կել վերևա մասը։ Ոյ հավեսն է։ Շատ բարակ ա, շատ բարակ հով կլինի շատ։ Սենց, դե, կփորձենք տեսնենք, ասենք շնորհավոր։ Ողջույն սիրելիներս, անգելիս ցանկությամբ այսօր պատրաստում ենք բուլկիներ, համեղ տնական բուլկիներ։ Այստեղ ինձ մոտ 4 ճաշի գթալ ալյուրա, 1 ճաշի գթալ խմորիչ, դրոշ, 4 դրոշ եւ 1 ճաշի գթալ շաքարավազ։ Հիմա ես լավ իրար եմ խառնում ու վրան ավելացնելու եմ 300 մլ կաթ ու թողնեմ մինչև լավ բարձրանա։ Ուրեմն հետո ավելացնում եմ 300 մլ գոլ կաթ։ Լավ խառնում ենք։ Ու բերանը պետք չի շատ ամուր փակել, որպեսզի ինքը կարողանա շնչի, խմորը շնչի, որպեսզի բարձրանա։ Այս մեր արհեստական թթխմորը էլի։ Այսպես, հետո փակում ենք, ասից պայք դնեմ վրան, չեմ ամուր փակի, մինչև բարձրանա, ջան, եկա։ Ուրեմն մի հատ տեսեք, այսենց բարձրացել է արդեն, այ, այսպեսի տեսք ունի, բարձրացել ու նորից իջել է կարելի ասել, հիմա, քանի որ պետքա շտապ դուրս կամ, մի հատ արագ ցույց եմ տալիս, այստեղ 2 ձույ է հարել եմ, որ պետքա ավելացնեմ, ավելացնելու եմ նաև 1 թեյի գթալ, սենց էսենցիա կամ ոնց ենք ասում, քանի տոկոսանոց է, մի խոսքով ավելացնելու եմ նորից մի 4 ճաշի գթալ շաքարավազ, աղ եւ ալյուր, ինչը մոռացա կգրեմ, չափաբաժինել կգրեմ, մի խոսքով կարևոր փուլը սա է, որ պետք է անպայման այս արհեստական թթխմորը սարքենք, հետո ավելացնենք մնացածը։ Ես արագ պատրաստեմ, դուրս գամ ու հետո կգամ մանրամասն նորից ցույց կտամ։ Սիրելիներս մոռացա ասեի, որ խմորը հեսահունցելու ընթացքում կավելացնեմ մի 2 ճաշի գթալ ձեթ, հետո երբ որ արդեն պատրաստ է, վերջում ավելացնելու եմ 100 գրամ փափուկ կարակ, հիմա չեմ լցնում։ Գիտեք իմ մեթոդը, իմ գաղտնիքը որն է, փափուկ կարակ ու նորից սենց հունցում ենք, որ այդ կարակը սենց շերտ մեջը մտնի։ Ու հա դնում ենք հանգստանալու, ես մի ժամով գործ ունեմ, կգամ ու արդեն հետահունցի ժամանակը կլինի։
Ուրեմն տեսեք, այսպես խմոր ենք ստացել, թվում է որ պինդ է, բայց ես դիտավորյալ եմ մի քիչ պինդարը, որովհետև հիմա այս փափուկ կարագը կիսահալված գնալու է այստեղ։ Միասին դուրս եկանք, աղջիկներս գնում էին շոփինգի, իրենք գնացին, դե ես էլ գնացի իմ գործերով։ Գործերս վերջացնելուց հետո մտել եմ խանութ, մի հատ տեսեք ինչ սիրուն է ամենուր էսպես սատիկյան աժոտաժը։ Մենք հասանք արդեն City Arcade-ն։ Հիմա մտնում ենք ներս, մինչև Սյուզին, Մայրեմիկու Սոֆին է գան։ Ես եկա տուն, համել հետ գալուց էլ մտա խանութ, գնել եմ ցենց երկու տեսակի ինքը հավն է ու բանն էլ հետը, պտիկներն ա կեսնել, կարակ վերցրեցի, ցենց 4 հատ, այստեղ միայն կրծքամիս է, այստեղ էլ երեխեքի սիրած գաուդանը հենց ցենց միանգամից ցենց բանով վերցրեցի, այսքանը մենակ ու այդքան ծանր սկոմում խմորս է, տեսեք ինչ սիրուն է բարձրացել, շատ սիրուն բարձրացել է, հիմա մի հատ այս օթերը հանում ենք մեջից, նստացնում ենք, հետ ենք հունցում ու թողնում ենք նորից հանգստանա։ Տեսեք ինչքան հավես խմոր է, այս կողքերը կարագ է, ինք առանց ձեռներին կպնելու, ես լավ հունցել եմ, քան հավես է, լես կպաստեղերը կարագի։ Հիմա փակում եմ ու թողնում եմ, որ նորից հանգստանա։ Արձակուրդի մեջ է, մազերն առանց սանրել, ենքան որ կապել է, իբր էլի կապել է։ Լավ ես։ Լավ անցնում արձակուրդներդ, դասատում գրել էր, որ պետք է աղյուսակ սովորենք, պարապենք, մեկ էլ կարդանք։ Անում ենք։ Անում ես դու։ Լավ է։ Հիմա փակում ենք նորից հանգստանա։ Ու հիմա նույնիսկ սուրճ չեմ խմել, շատ արագ մի հատ հավու վապուր եմ դնում վրան, գիտեք արդեն ես ոնց եմ պատրաստում, թողնում եմ աղաջրի մեջ, իհարկե այս նոր գնաց խավը չի, որովհետև խավ արդեն ունեի հանած աղաջրի մեջ դրած, աղաջրի մեջ եմ դնում մնում ինքը, հետո կտրատում եմ ու ցենց մի քիչ կարագով տապակում եմ երկու կողմից, ավելացնում եմ արդեն կարտոֆիլը, հետո տոմատի մածուկը, համեմունքները, ջուր եմ լցնում, փակում եմ ու մարման կրակով թողնում եմ, որ եփի։ Այդպես հիմա կարտոֆիլն էլ արագ մաքրեմ, ավելացնեմ, վերջացնեմ ու գնանք սուրճ խմելու։ Ահա ճաշը գրեթե պատրաստ է։ Կարտոֆիլները այսինքն որ փափուկ լինեն, զերկվում ես, արդեն հալվում են իրենք։ Այստեղ մնում է կանաչին էլ ավելացնեմ, թալմը կանաչին, անջատեմ ու փակեմ մի փոքր հանգստանա։ Հասել այն ամենահավես պահը, որ պետք է գնդեմ արդեն, տեսեք հետ հունցելուց հետո ինչ սիրուն է բարձրացել, հիմա արդեն գնդիկներ եմ անում ու տեղավորում եմ սինի մեջ, որ նորից հանգստանա։ Առաջին սինին պատրաստ է, հիմա վրան մի հատ բան եմ, ցելոֆան եմ, տոպրակ, ինչ որ կամ թաղանթ եմ դնում ու դնում եմ տակտեղ, որպեսզի հասունանա։ Ինձ առանձին եմ դրել այս մեկը, որ շատ չկպնի իրար, այն մյուս սինին մի քիչ մոտ կդնեմ, որ կպնի իրար, դա էլ իր էֆեկտը ունի, չէ՞։ Այդ ընթացքում երեխեքն էլ արդեն տուն են հասել ու իրենց շորերի ցուցադրությունն են անում։ Հələ մի հատ նայեք, փորձ անենք, էլի, հələ մի հատ սենց նայեք։ Ոայ։ Տեսեք, այս մեկը սենձոյկան ասում ես մոտիկ դրեք կպել է, ասում Զոյկա ջան, հենց ինքը իմաստը է, որ այսինքն առանձնացնենք, այսինքն տեսեք, ուրեմն բաղադրատոմսի համար, եթե ուզում եք, որպեսզի ես որտեղ ընթացքը բան չարեցինք, կարամ մի անգամ երեկվա տեսանյութի նման անեմ, սենց որ դուք տեսնեք, ես ինչ եմ լցնում մեջը, միասին անենք, սենց ասած, եկեք հիմա դել
Թոյ ո՞րն ես ուզում, Հիլարի կիսի մի հատ թող մեջն էլ տեսնեմ, ո՞րն ես ուզում ուտես, բալես։ Այդ մեջտեղին է հենց։ Չէ, ուզում եմ։ Քայ, էսի լավն է, շատ փափլիկ է։ Հələ կիսի։ Ոնց կիսը։ Սենց բռնի ձեռքով, սես բացի մեջը։ Այս էս պահի ստեղ։ Այն մյուս ձեռքով բացի։ Մի սեղմի շատ, որ ահա, շատ ինքը բարձրանում է նորից։ Տեսեք մի հատ մեջը։ Սենց շարտերով, սենց սիրուն բացվում է։ Խսկով լավ, անուշ լինի։ Երեխեքը այսօր էլ կինո են գնում, Էլենա, Անգելինան, Մարիամիկն ու Ալենաս։ Սեր արդեն առանք, մենք ստաց սպասում ենք, որ կինոն սկսի, որ մտնենք։ Չես անում։ Ես հիմա պոպոկն եմ ջարդում։ Մազերտով ասեն սիրուն սարդել։ Մարիամիկը։ Չես լացել։ Թողել ես անի։ Սիրուն է, բայց լես մյուս կողմն է թեքվի տեսնա։ Կինո են գնացել, քեզ թողել են։ Բայց որ գնացին մաման եկավ մի րոպեից։ Ես դուրսը սպասում էի իրանց, որ փողը տայ։ Ստեղ դրան մոտ էի, որ դուրս գային, գումար տայ, որ գնային, էլ ես չգնեմ, դու մենակ չմնայիր։ Ես պիտի գնայի Տոմսեր բանը առնեի իրանց։ Բայց այստեղից էլ գործի չուներ։ Բրծել էի արդեն։ Սա պապան էլ կգա։ Ուրեմն, ինչ երեխեքս կինոից գան, ես շատ արագ իրանց ամենասիրելի պաստան կպատրաստեմ։ Մեզ հարկավոր է այս տեսակի, ամեն տեսակի, բայց ամեն դեպքում սրանով համով է այս տեսակի մակարոնը, որը հիմա խաշելու եմ, հավի կրծքամիս, սերուցք, հալվող պանիր, գաուդա ու վերջ։ Աղ սև պղպեր։ Եկել կարակ, ու շատ արագ, ինչ ենք անում, այստեղ կարակի մեջ, Իդիչել ձեք եմ ավելացրել, սենց դաղում ենք կրծքամիսը, այստեղ հիմա եփում ենք մակարոնը, հետո այստեղ ավելացնում ենք աղ, սև պղպեղ ու սերուցքը, թողնում ենք ինքը մի քիչ եփում, հետո մակարոնը դնում ենք, մեջը վերջում դնում ենք հալած պանիրը, ամենահեշտ տարբերակը։ Սոուսը պատրաստ է արդեն, հիմա բանդելեցնենք վրան։ Ու հետո փակենք, որ ինքը մի քիչ էլ էս բանը խոնավությունը մեջը քաշի ու դառնա ինչ սոուս։ Այս կողմում օգնականս քերում է։ Բայց շատ հավես է։ Մենք մի քիչ ճանապարհեցինք ու եկել ենք Անգելիս հետ։ Արի Սոֆին ու Էլենը գնացին խանութ, ես ու Անգելս էլ քայլելով այս զատկի շուկայի մեջով մի հատ ծիրուն անցնենք գնենք մեր կանգառ, ասի սենց գնանք համ ժամանակը կանցնի մինչև ավտոբուսի ժամը, համ էլ ստենք ինչ կա։ Կուզեի Զոյկայի սալոնից բերենք, բայց նենց ստացվեց, չգիտեմ, հələ վիտոն այսօր գործից գա, ստենք ոնց կստացվի, նայենք հələ մինչև ժամը քանիսն է, որ էս բանը, այնքան մարդ կա, սիրուն ու մարդա շատ։ Երեխեքի համար Անգելին Էլենին այնքան եմ Վիեննայում տարել, որ իրանց այս բաները չի հետաքրքրում արդեն, որտեղ կար տարբեր բիցիրկներում լինում էր, բան ամեն բիցիրկ գնում էինք, ձվիկներ հավաքելու, այդ ինչ բաներ կար, մասնակցում էինք։ Սիրուն են Սիրուն խաղեր են խաղում ձվիկները։ Ուզում ես Անգել ջան մտնել։ Անգելն է այս պահին հետս որպես երեխա։ Զոյից բերենք ստեղ թռներ։ Սր ոնց որ վերջի օրն է, վաղը առանց այն էլ խանութներն էլ մինչև 2-ն է բաց։ Ու հետո արդեն ոչ աշխատանքային օրերը։ Սիրելիներս, այսենց խառը վիճակների մեջ եմ, այս կոմը չէ, այսենց մի հատ նայեք, ծաղիկներն եմ որոշել վերջապես արդեն տեղավորել, ու սենց դասավորում եմ, մի հատ մաքրեմ, այսօր ուրբաթ երեկո է, որ վաղը արդեն, ուրբաթ երեկո, ներկերը,
պատրաստել եմ, որ իջնենք պատրաստվենք։ Այս նոր սուրճ դրեցի, ամուսինս կերոջ հետ բալկոնումը դեմույց էի պատվիրել ու շատ լավն է, ճիշտն ասած պատվիրել էի, որ տանեի գործի տեղ, բայց չասեք արտիկուլ, որովհետև չգիտեմ, ուղղակի գրեք սրճեպ, կբերի ու իմացեք, եթե այս թվերովը կա, այս բանով շատ լավն է։ Ուրեմն, որ տանեի աշխատավայր, այնտեղ սուրճ խմեմ, բայց շատ լավն է, չեմ ուզում տանեմ, ու շատ համեղ է ստացվում սուրճը, չգիտեմ, դե չնայած օրվա մեծ մասը այնտեղ եմ անցկացնում, բայց թե ինքան համեղ է ստացվում սուրճը, ու սիրուն սերով է բարձրանում, Լևոնամ հիմա այստեղ էլ է վերջացել, սրանք պետք է դասավորեմ, մի հատ այս կակաչներին, այս հրաշքների մասին չգիտեմ, էլի խոսք չկա ուղղակի, քանի օր է արդեն, շաբաթից ավել է սրանք, 10 օր է արդեն, այս ծաղիկները երկու հատ ծաղկում են արդեն, դրա համար բերել եմ, սենց արդեն պատուհանագորգիներ բերել եմ, որ այստեղ դնեմ, որ աչքիս դիմացը լինի, երկար վայելեմ, տեսեք, այս է էլ, այս սպիտակն է, այս արդեն փչանում է, ոչ թե փչանում, այլ ինքն իրա դարն ապրել է, հիմա պետքա տնկեմ արդեն, այս տանելու եմ, տնկեմ, առավոտյան կտնկեմ ու հենց այստեղ պատշգամբում կտնկեմ, որ աշկիս դիմացը լինի, այս իմ ձվիկն է, ու այս հիշում եք, որ այս կոմպոզիցիան քանդեցի ու այստեղ խոսքով ծեվափոխեցի ու այս ստացա, կարծում եմ սիրուն է նայվում, ասեք, որ սիրուն է, լավ եմ սարքել, լավ է ստացվել, իսկ սա հիշում եք հետևորդու կներեք ինչ հետևորդ պացիենտիս նվիրածն է այսենց էր ինքը որ նվիրեց հիմա բացվել է ու դուք պետք է ուղղակի բույրը զգաք ամբողջ տնով մեկ էս բույրն է տարածվել իրանք էլ այսենց սիրուն Ես էլ որ պրսնի արդեն պետք է տնկենք, ես էլ շատ սիրուն կոմպոզիցիա, շատ ա դուրս գալիս, շքեղ ուղղակի, ու ուզում եմ այստեղ էլ հատկական ինչ-որ բան, վաղը որ ներկեմ ձվեր բան, այստեղ էլ սիրուն մի բան կդնեմ, որ էլի զատկի դրամադրություն լինի, այդ ընթացքում լավ, այս կողմն էլ հավաքեմ, մաքրեմ միած սիրուն դասավորեմ, որ այստեղ պրծնեմ, որ վաղը հանգիստ խղճով գնանք ու մի հատ էլ ինչ-որ մի փափուկ մի բան պետք է առնեմ, որ տեսնում եք արդեն, հեսա նորից նոր տարի կգա, բայց այն մեր թզուկը այնտեղ աչնած ինքն հենց է թզուկ է, նոր տարու հետ ենք անել, շատ ենք սիրում, լավ փափուկ է, որ նստում ենք այստեղ, օրինակ ինձ շատ հարմար է, որ այստեղ համակարգչով աշխատում եմ, թզուկին ձեռքս դնում եմ վրան, որ չհոգնի ձեռքս կամ դրա համար այնտեղ, բայց եթե ինչ-որ հարմար սիրուն բան գտնեմ, խաղալիք կգնեմ Զոյկայի համար, եթե չէ, ուղղակի ինքն դեռ իր տեղը գտել է, այնտեղ մնացել է։ Սենց այս էլ որ ժամը տեսնեք 9:30 ու ես այսօր ուշ եմ քնել ոնց տենում եք։ Սովորաբար այս ժամին արդեն քնած եմ լինում աշխատանքային ժամերին, բայց դե սենց իսկ կողմել ու բան, տեսեք, այս քանի օրը որ լավ արև է Այստեղ էլ շատ լուսավոր է պատշգամբից, որ ինչքան սիրուն է ծառս, ինչքան սիրուն է արդեն, իսիս մեծացել։ Տենց բաներ, դե լավ, անցնենք գործի։ Ուրեմն, չգիտեմ էլ նույնիսկ քանի րոպե անց է, բայց սենց գործի կպած վերջացրեց, դե այս կողմն արդեն վերջացրել էի, բայց մի հատ էլ ցույց տամ ինքան սիրուն է, տեսեք մի հատ լույսով ցույց տամ, տեսեք, այստեղ էլ մի հատ, իսկ գեղեցկությանը հել մի հատ, ու վալա, վերջ, սիրում եմ, հմայլվում եմ ամեն անգամ ու ոչ մի վարկյան չեմ փոշմանում իմ ընտրության համար, ովքեր էլ դե չգիտեն, իմ ընտրությունն է եղել, դետալ առ դետալ ես ու Էլենս ենք հավաքել ամեն ինչը, կահույքի, սենց ամեն մի դետալը, այս մասնիկները, այս ամեն ինչը, սենց սիրուն, գոհ եմ։
գոհ եմ։ Սենց։ Մի խոսքով, հա ինչ էի ուզում ասել, երբ որ ամեն ինչ նոր է, շատ հեշտ է հավաքվում, դրա համար ուղղակի սկսեցի գովել, որ ամեն ինչը նոր է, հեշտ է մաքրվում, հեշտ է հավաքվում, բայց եթե ամեն ինչ ընթացքում ես դասավորում, ոչ մի բան շատ չի թափրտվում ու ամեն ինչը հեշտ է դասավորվում, այդ է գաղտնիքը, որ չպետք է թողնել, մինչև լավ թափրտվի, նոր հավաքել։ Ուй, դի սրանք էլ մշակեցի, կրճատեցի բաները, բայց այնքան զգուշ եմ եղել, իրենք կարծես արհեստական լինեն, բայց որ մի քիչ զգուշ, անզգուշ կպնեմ, կթափվեն արդեն վրայից։ Այն մեկը դրեցի նորից պատուհանագոգին, այս մեկը թողեցի այստեղ, իմ դեռ ժամանակ ունի ծաղկելու։ Դե այսպես սիրելիներս լավ, իջնեմ ներքևի խոհանոցն էլ հավաքենք, մաքրենք, երեխեքը սկսել են արդեն ու պարկենք հանգստանանք։ Սիրելիներս, հուսով եմ լավ եք, մենք էլ ենք շատ լավ, պատրաստվել եմ, հագնվել եմ, այսինքն շատ չեմ պատրաստվել, ուղղակի այսպես տնային հագնված, գնում ենք գնումների, այսօր խանութները մինչև ժամը 2-ն է բաց, որոշակի խանութներն ու քիչ երկար, բայց շատ արագ գնում ենք գնումների, զատկի գնումներ անենք, որ ասեմ, գրեթե ամեն ինչ տանը կա, բայց այդ որ պետք է, այդ գաղափարը որ պետք է զատկի համար գնումներ անենք, այդ իմ համար սենց սիրում եմ ամեն առիթին իր համար սենց գնումներ անել, մանավանդ երբ որ սենց ուրախ առիթներ ա, ուրախ տոներ ա, ավելի ուրախ տրամադրությամբ գնումներ անելու, այդպես մի խոսքով գնանք ընթացքում կրկին կմիանամ գնաց։ Ու այս սիրունիկների բույրը, իրանք որ արդեն սենց բացվել են, ամբողջ էլ հարկով է տարածվել, ոչ թե մենակ խոհանոցը, հյուրասենյակով, բան, ցից ամբողջ հարկով տարածվել է։ Այստեղ էլ առաջընթաց կա մի քիչ բացվում է։ Խոսքով հեռախոսս դրել եմ լիցքավորման վերցնում եմ ու արագ դուրս են գալիս ու այդ ընթացքում տեսախցիկն եմ դնում լիցքավորման, որ կամ ու սիրուն վիդեոներ նկարենք։ Սիրուն անկյունը զատկի, սենց տարբեր տեսակի բաներ են վերցրել, կոնֆետներ։ Քանի որ էլի խանութներ եք մտնելու, ուրիշ տեղեր էլ կնայեմ, մի քիչ շատ տեսականիներ լինի։ Խանութից դուրս եկավ, մինչև վիտոն գնումները դասավորի, ես սենց կարճ ճանապարհներով գնամ Lidl։ Ինչ եմ վերցնում, մինչև ինքը մեքենայով կգա։ Ու ինքն հավես եղանակ է, մենակ մտածում եմ ձայնիս փոփոխության մասին հանկարծ չհիվանդանամ, որտեվ հիմա այդ հեչ պետք չի ինձ։ Ինձ հաճելի Երուսաղեմ խանութներում կամանորին է սենց լինում, մեկ էլ զատկին սիրուն Երուսաղեմ։ Վերջացրեցին սրանք։ Դեք մեքենան էլ լվանանք, մի հատ էլ բիլա մտնենք, սպիտակ ձու եմ ման գալի, այն անգամ հիշում եք, որ մի տուփ էի առել, ասա խեյր մի տուփ առել էլի առնել, չնայած ունեմ կարմիրները, բան, բայց դե ներկելու համար սպիտակը գունավոր որ երեխեք հանեն։ Սիրելիներս, այսքանն եմ առայժմ սպիտակ ձու, մեկ էլ 4 հատ կարմիր դրեցի, տեսնեմ, եթե դեռ ամուսինս ասեց կգնամ այս կողքի բանում եմ, բիլայում է կնայեմ, եթե լինի կբերի, եթե չէ կբավարարվենք նրանով ինչ որ ունենք ու այս կողմում էլ կարմիր սոխիս ու մի քիչ էլ կա այս գազարապեն տերևներն է, հիմա սա ձվերը, ամենա իմ սիրած տարբերակն է, ամենահամեղ տարբերակն է։ Ձվերը լվանում եմ, դնում եմ, շարում եմ մեջը, ջուր եմ լցնում, որ փակի ու դնում եմ մարմանդ կրակով եփվելու։ Կարող եք նախապես եռացնել, հետո ջուրը սառի, նորից այդպես ավելի, բայց թե չէ, ես ուղղակի որ եռացնեմ, հետո կթողնեմ որոշ ժամանակ մեջը, ինքը լավ կարմիր կստացվի։ Իսկ այս կողմում հերթով լվանում եմ կանաչիները, այստեղ պատրաստում եմ գազարով, հաղցան այստեղ գազարն ու սխտորն արդեն, ու հերթով կանաչիները դնում եմ աղաջրի մեջ, լվանում, լցնում եմ այստեղ արագ, ձվերն էլ դեռ խաշվում են։
Գնա, Անգելինաս Անգելարի, որ ձվերը ներկենք, գնա, Զոյ կա, Զոյ, կասես թող վերևից ներկերը բերի, բալես թարակի մեջ այնքը գիտի, ուրեմն, այստեղ պատրաստ է արդեն, դնեմ հիմա ես մի կողմ, ուտելուց մի քիչ առաջ կխառնեմ, որովհետև հիմա դեռ չենք ճաշելու, հարցրու ով որ ուզում է, չենք ճաշում հիմա, սենց կանաչների հիմա մնացածն էլ լվանամ, այս դնում եմ մի կողմ ու լավաշի խմոր եմ անում ու գաթայի խմոր եմ անում։ Ուրեմն պարագաները պատրաստ արդեն, մեզ պետք է բաժակներ, եռացրած ջուր, քացախ, սիրունիկը պետք չի ուղղակի, անձեռոցիկ ու այստեղ գույներն են, ունենք դեղին, նարնջագույն, կապույտ, կանաչ, կարմիր, սենց սկսենք, կանաչիներս լվացեցի, ունենք մաղադանոս, համեմ, սենց խառը թերթիկներ, ռուկոլա, սամիտ և սող, որը դախա, բայց ունենք են ինչ կարողացել ենք հայթայթել, իհարկե լավ կլիներ, որ այստեղ ռեհան լիներ ու թարխուն, բայց դե ոչինչ, էլի գոհենք, էլի փառք Աստծո, որ սա էլ ունենք, գնանք արդեն ձվիկները ներկենք Զոյկաց սպասում, էլի մի հատ նայեք, էլի միթե այս հրաշք չի, ուղղակի որ կարող ես դնել, ջուրը լցնել վրան ու Նոյեք նոյ, ու այսենց կարող ենք սիրուն գույն ստանալ, ու դեռ պատրաստ չի, բայց արդեն կարող են ակ ջուրը լցրել եմ արդեն, պատրաստ է գործանողը, հիմա լցնում ենք ներկերը, Ես տեղին եմ շատ մի լցրու, դու ինքը շատ լավ կարմրում է, գույնը տալիս է, հլի մի քիչ է լցրու, սիկենք Հիմա ես կապույտ եմ անում, շատ զգուշ գիտես չէ, որ շատ տաք է, լավ, շատ հավ, շատ էի բացել, լցվեց, ոնց կանաչը, դելա շատ բացած զգուշ եղի, թապտոր սեցի կոքի, սիրուն են, Նա ինչ գույնա դուրս գալի Դես դեղին է, բայց թող կանաչա դառնի վերջ, հիմա ես ամեն մի բանի մեջ լցնում եմ մի քիչ քացախ ու դու հերթով խառնում ես գթալով, լավ, լցնում եմ, ու դու խառնում ես, հենց արա մի գույնը մեկին չգնա, մի քիչ գթալը բանարան ալ, Հիմա բերում եմ արդեն ներկերը, բայց պետք է թրենդային սարքենք, ոնց որ հիմա այս տարի թրենդեր են բուտիկներով որ ստացվի, այսա բերեմ ու անենք, հիմա Զոյկայի ձեռի մեջ ձեթ ենք լծրել, հիմա երկու ձեռը, ասի հիմա ձուն դնում եմ ձեռիդ մեջ, բայց դեռ տաք է, ուսես պետք է արագ բան անես, ձուն, որ ձեթ լինի ու դնենք մեջը, երկու ձեռով, ամեն մի հատը մի հատ դրել ենք, չգիտեմ դրանք ոնց է ստացվում, նոր մնացածն էլ անենք, սեք ինչ բաները, պղպճակները, տեսեք որ ձեթը քիչ է, բուտիկները քիչ է ստացվել, հելը այդ թող մնա հելը մի քիչ էլ որ բանի, ուրիշ գույն հանի, կապույտը հելը նայի, Բասի պետք է սենց անեմ, որ լավ կապույտ, ու չիմ դնում բրնի բաժակըտ մի ձեռքով, ուրա կջարդես ձուն, կանաչը փորձի, լավ, որտև կապուտը սենց լավ Ես էլ պետք է դրեմ Հելստեղ, ինձ սիրուն է Ես գիտեի շատ բան է, բայց Հելը Ո՞ր է տնեմ Սանդրեցքի վրա Հելը նայք սրան ինձ սիրուն է Հիմա անհամբերենք Որտև ես արդ Սիրուն է Հելստեղ մի հատ Ոյ մամանջան
Հրաշքեն։ Եմիսները նայի, բայց մի հանի, elə թող մնա։ Հա։ Այդ Մենակ սենց մի քիչ դուրս եմ հանում, որ Ոյ։ էսի հանեմ դե Չէ, թողել մի քիչ էլ մնա։ Հələ էս մեկն էլ։ Կանաչն էլ։ ու դեղին էլ չէ։ Ինչ սիրուն են այդ նոր գցեցինք, թող մնա։ Ու Կաթայիս համորը բարձրացել է։ Հիմա նորից վրա եմ բերում։ մալը քոյես Վրա եմ բերում ու թողեմ նորից հանգստանան ցողես փոփոխ խմորը։ Հորիզն էլ է պատրաստ, բայց ուզում եմ դե քանի որ տոնական է, ասենց չիրու չամիցն լցնեմ մեջը, լրիվ տոնական լինի կաթան։ Ուրեմն այսենց Սրանք այս նույն ամանն է, էլի որ ես դնում ենք մեջը ու փակում եմ։ Իդեպ էլի եմ ցույց տվել ինքը շատ թվալ մամնում միրգ բանջարեղենը մեջը, բայց դե հիմա կանաչների համար կօգտագործենք, որ այսպես չփչանա։ Հիմա սա տեղափոխեմ սառնարան ու տեսակ ինչքան շատ էի առել են մյուսները, որոնք հիմա այս պահին չենք օգտագործի, դե ես վերջանանոր դրանք հանեմ վերևի սառնարանը դնեմ։ Այդպես։ Ու սկսում ենք արդեն։ Ահա, ասենց բացել եմ, հավասարաչափ աշխել եմ, հիմա կփակեմ, շուրջ կտամ ու այսպես կթողնեմ, որ երկար հանգստանա, որովհետև գիտեք շատ կարևոր է բուլկային այս խմորի հետ հասունացման, այդ վերջնական հասունացումը, որ ինքը լավ այսպես պղպճակները, լավ ինքը բանը, որտեղ երբ որ դնենք ջեռոց, ոչ հասունացած, ինքը միանգամից սկսել է ճաքեր տալ, չոր ստացվելու չենք ստանա այդ փափուկ թեթև բուլկին ու որ սեղմենք հետա գալիս։ Դրա համար հիմա փակեմ, շրջեմ ու թողնեմ հանգստանա։ Հետո նոր սմի կբացենք, վրան ձուկը կսենք, մի քիչ կթողենք կհանգստանա, նոր կդնենք ջեռոց։ Կաթաներս թողել եմ հանգստանա, այստեղ ընկույզ եմ կոտրել, որ վրան շարեմ, այս ցունա, այս կողմում էլ հացիս խմորն է, այսինքն արդեն գնամ մի հատ սուրճ խմեմ կամ ու սկսեմ։ Maybe one day I won't get clean. Maybe one day I'll make it through. But tonight it's the same room, same place, same. Հիմա այս սիրունիկների վրա ձու ենք քսում, շարում ենք ընկույզները եւ տեղափոխում ենք ջեռոց։ Չհաջելի պահ է։ Այս կողմում լավաշներս են, ասես թխվում։ Կաթանը արդեն մյուսն էլ մեջն է։ Մի հատ էս հրաշքին, հենց իրա փայլը։ Էսի հենց նոր հանեցի, բայց մի հատ էլ էս մեկի փափկությունը արդեն հրաշք է։ Ու այն ամենա հավես պահն է, որ պետք է կտրենք։ Փափկությունը հələ։ Սիրելիներս, ես վերջացրեցի իմ գործերը, բերել եմ վերև կաթան, այս որ դեկորս պետք է տանեմ, մյուսն էլ կտրել ենք, հիմա մի հատ սուրճ կխմենք ու մի փոքր կփորձեմ թարմ գաթայից։ Դե ինչ, Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, շնորհավոր Սուրբ Սատիկ։ Եվ վերջապես ես կարող եմ նստել այն պատշգամբում, իսենց մաքուր օդին տակ ու վերջապես ամուսնուս հետ մեր սուրճը վայել են։ Լիներս, քանի որ երեք բավարարվեցինք միայն թարմ բուլկիով, թեյով ու սուրճով, այսօր առավոտ արթնացել եմ ու պատրաստում եմ արդեն զատկի համեղությունները, ձուկը, փլավը։ Ես արդեն պատրաստ է, հիմա սենց փակեմ, մի հատ էլ իրանով անցնեն համերը, այստեղ է ձևավորման համար արդեն ունեմ այս համեղությունները ու այս համեղ կարակի մեջ տատուկված չորահացերը։ Սենց վերջ, իրանք սեղանը պատրաստ ենք, ձուկն էլ արդեն անջատել եմ։ Սենց ճիշտ է այնքան սիրուն չի ստացվում վրայի բանը, բայց շատ համեղ է, շատ ձեթով, ձիթայուղ ենք լցնում, քացախ, աղ, սև պղպեղ, տափնու տերևներ։ Որոշել եմ ինքս սեղանը պատրաստեմ, միջև երեխեքս արթնանան, այսքան արթնացել եմ պատրաստվել, ինչն են արդեն սեղանը պատրաստ լինի։
Հիմա սիրուն մեծ համար սեղան կպատրաստենք ու միասին կնստենք սեղան։ Ահա, գրեթե պատրաստ է, այդտեղ բանի համար է տեղի կյանքս։ Փլավի համար է։ Սենց այն ինչ որ ուտվելու է այս պահին։ Սիրելիներս, ահա հասունացավ են օրնված պահը, երբ ընտանիքիս անդամները բոլորս միասին առողջ, ուրախ ու երջանիկ նշում ենք Սուրբ Զատիկը։ Զոյկայի ներկայացած ձունը տեսա՞ր ինչ բուտիկները սիրուն է ստացվել։ Իսկ մով։ Դու ջարդեցիր, տենց պապայի հետ, նա դուրիշ ձու վերցրու։ Ես մուզիկա անեմ։ Պապան հեսա սա խավակել ենք, միշտ հաղթում է։ Բա դու չունես ոյ, որ մեկը տամ, որ գույնն ես ուզում։ Էգալա։ Բեր։ Միատե Զոյկայի հետ խաղանք, սիլավեսի մեջկաց ծավերից վերցնեմ։ Արի։ Օ, հիմա պտտի մյուս կողմը, ու ես եմ հիմա հապում։ Սիրուն բռնի, ամուր բռնի։ Այդ։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Սուրբ Զատիկ։ Շնորհավոր, շնորհավոր, Սուրբ Զատիկ։ Ոյ, այնքան լավ կերանք, այնքան համով էր ամեն ինչ, լավա դեռ սպանախը չէի տապակել, որովհետև հաստատ չէինք ուտելու ու մնալու էր։ Իսկով ամենահամովն է Զատկի սեղանի ամեն ինչը։ Չես ուզում էլ ուտես ձուն։ Չէ՞։ Կստացար, փլավը տուն ես հլը, այս չորահացերը շատ համով ասեն, եթե այս տարբերակով չեք փորձել, հենց սենց, իհարկե ես պատրաստում եմ գաթայի նման, տեսել եք վլոգներում ամեն տեսակի, այս անգամ ուղղակի սենց արագ տարբերակով։ Ուրեմն այսպես, ինչ եմ անում, այստեղ ուզում եմ մի հատ սիրուն, սենց բերք ու բարիքի բան հավաքեմ, զամբյուղ քիչ փափուկա մնացե, գնալու ենք դեկորեստում, որպեսզի իրանց էլ այսպես ասած բաժին տանենք, սիրուն ձվիկներից, սիրունիկներից էլ ամեն ինչից գնենք, այստեղ սիս կամպետներ ունենք, սիս կամպետներ, ամեն ինչը Զատկի թեմա, գինի, գաթա, ձվիկներ տեսնենք, սիրուն շարենք, որ հավաքեմ վերջացնեմ, երեխեքն էլ պատրաստվեն ու դուրս գանք։ Հիմա սիրուն, ամենասիրուն ձվիկներն էլ շարենք, ամենասիրունիկները, ինչքան սիրուն են ստացվել, նայեմ, որ ջարդված չլինի, որովհետև այս մեկը ոնց որ ճապված է։ Հորիեմ են, չուտիկը պահական աստել զամբյուղին, այսենց, սիրուն, համեղ Սուրբ Զատկի զամբյուղ եմ պատրաստել, հիմա այս մնացածով էլ այստեղ սիրուն նորից սեղանը պատրաստեմ դնեմ, գնամ ես էլ պատրաստվեմ ու դուրս կգանք։ Որոշեցի գինուն էլ այսենց սիրուն զատկական փողկապ կապել, որ ավելի տնական տեսք ունենա։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, շնորհավոր Սուրբ Զատիկ, սիրելիներս, բարի լույս, կիրակի օրը արդեն գնում ենք դեկորեստուն, գինա պտտի տեսնենք, եղանակը շատ լավն է, պտտվի մի հատ տեսնենք, պտտվի, եղանակը շատ լավն է, այսենց արդեն ամառային հագնվածս կարճ ես էլ կարճաթևով եմ հեսա կհանեմ, գնում ենք, անգելն էլ հեսա իջնի ու դուրս գանք, մի խոսքով լավ մնացեք, լավ եղեք, բոլորիս լավ օր եմ մաղթում, գնացինք։ Հաջո։
Ուզողից նայի, չէր ուզում իջներ, հիմա էլ մի ժամ նկարահանվում է։ Քեզ մագուցեն ինձանից հեռու տարել Սերը սրտում ես պահասմամ եմ վարել Տարիներին անցել սերը շիմարել Պատկեր ես սրտում ես արվարել պահել Հավարվելի քեզանից սոտար քամի Գազգր կեզ վերջնեմ եմ ես տարդ Ինչպես հասկացաք, մենք արդեն հասել ենք ու մեր այն զատկի ամենահաճելի պահն է ձվախաղը, թե մեր տանը ամուսինս էր հաղթում, այստեղ էլ տեքերս բոլորիս հաղթեց, բոլորիս ձվերը հավաքել էր իր մոտ։ Սիրելիներս, ինչպես հասկացաք, մենք արդեն տանն ենք, եկանք տուն, երեխեքը մի քիչ հեծանիվ քշեցին, զոյկայի հետ մի քիչ բաղկվոցի խաղացին, ման հերու աղջիկ եկան, մեզ խանգարեցին, հա, ինչ էի ուզում ասեի, բաղկվոցի խաղացին, հեծանիվ քշեցին, երեխեքը ու հիմա ինքան լավ եղանակա, չեք պատկերացնի ինչքան տակ պայծառ են, որ այսպես նույնիսկ մարդ շոքում է, Մա գնամ սուրճ դնեմ, բերեմ դրսում մի հատ էլ սուրճ խմենք ու սկսեմ տեսանյութ մոնտաժել, որպեսզի վաղն առավոտյան տեսանյութ ունենաք, քանի որ վաղն էլ ոչ աշխատանքային օր, կարողանամ գոնե վաղն էլ մի փոքր նկարել մյուս շաբաթվա համար, եկող շաբաթվա համար, մի խոսքով ուզում եմ կրկին ու կրկին շնորհավորել բոլորիդ ուրախ օրեր, ուրախ հանգստյան օր, չնայած չէ վաղը աշխատանքային օր արդեն Հայաստանում, ամեն դեպքում աշխատանքային օրն էլ ամեն մի օրը պետք է վայելել, ամեն մի օրը պետք է ընկալել Աստծո կողմից որպես պարգև ու ոչ թե ոմանք եթե այդ օրը աշխատանքի են կամ ինչ-որ կարևոր գործ ունեն, կարևոր չի, կարևորն այն է, որ յուրաքանչյուր օրը Աստծո կողմից պարգև է մեզ ու պետք է այդ պարգևը արժանապատվորեն ընդունենք ու արժանապատվորեն տանենք։ Ի խոսքով սիրելիներս, լավ մնացեք, լավ եղեք, մինչ նոր հանդիպում։ Դե իսկ վերջում էլ ձեզ համար ես հրաշք տեսարանը, քույրիկիս ճուտիկներն են, որ հենց այսօր են դուրս եկել ու տեսեք ինչքան սիրուն են։